ԵԱՀԿ գործող նախագահը, որ Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենն է, ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ դիմումը Երևանում հայ պաշտոնակցի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Մինսկի խումբը կլուծարվի ամենաուշը մինչև դեկտեմբերի 1-ը։ 30 տարի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ ու Արցախայցյան միջազգային իրավունքների պաշտպանությամբ զբաղված խմբի լուծարումից հետո ով պետք է զբաղվի այդ հարցերով։ Մասնավորապես Արցախայցյան վերադարձի իրավունքի հարցով։ Լրագրողի այս հարցը շրջանցում է Ֆին դիվանագետը։ Մենք խորքային քննարկում ունեցանք նախարարի հետ եւ ԵԱՀԿ-ն պատրաստական է աջակցելու սատարելու խաղաղությանը, դիմակայունությանը Հայաստանում եւ տարածաշրջանում։ ԵԱՀԿ-ն հատուկ ներգրավվածություն կունենա տնտեսական բաղադրիչում, ինչպես նաեւ շրջակա միջավայրի եւ կլիմայի ուղղությամբ։ Տեղահանված արցախցիների Հայաստանում ինտեգրմամբ է զբաղվում Երևանը։ ԵԱՀԿ գործող նախագահին ուղղված հարցին պատասխանում է նաև Հայաստանի արտգործնախարարը ու անդրադառնում Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանների մասին իր հայտարարությանը։ Նա ընդգծում է, որ խոսքը Մինսկի խմբի լուծարման մասին էր, ինչը մեծ հաշվով իրականացվել է, իսկ սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին օրակարգում է, ոչ թե հայ-ադրբեջանական օրակարգում։ Հարց որպես փոխհամաձայնեցված օրակարգի հարց գոյություն չունի մեր քննարկումներում եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխության եւ կամ նոր սահմանադրության ընդունելու հարցը բացառապես ներքաղաքական օրակարգի եւ մեր ժողովրդի որոշելիքի հարցն է։ Հայաստանի Հանրապետությունը երբևէ որևէ երրորդ կողմի արժեվ չի ստանձնել եւ չի ստանձնելու պարտավորություն։ Հայաստանը փնտրում է ինչ-որ երրորդ կողմի, որի միջոցով Ադրբեջանից տեղեկություններ կստանա այնտեղ պահվող հայ գերիների վերաբերյալ։ Ասուլիսի ընթացքում հայտարարել է Միրզոյանը։ Երրորդ երկրների ուրեմն մասնակցությունը հատկապես պատանդարված անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանցման համատեքստում իհարկե կարևոր է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը դադարեցրեց իր գործունեությունը Ադրբեջանում, իսկ գիտեք, որ մեր աշխատանքները այդ առումով, այդ ուղղությամբ հիմնականում այս խողովակով էին արվում։ Հաստատված խաղաղության պայմաններում ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջնային չլուծված հարցը մնում է գերիների խնդիրը։ Հայտնել է Միրզոյանը, ավելացնելով, որ Շարմ էլ-Շեյխում նույնպես Բայրամովի հետ քննարկել են գերիների թեման։ Առաջնային ուրեմն խողովակը նրանք Հայաստան-Ադրբեջան ուղիղ շփումներն են այնուամենայնիվ։ Լիլիթ Սարգսյան, Աշոտ Մնոյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։